Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր շատ ակտիվ երկխոսությունը եւ սերտ համագործակցությունը շարունակվել է 2024 թվականին։ Այս մասին ազգային ժողովում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Շատ հետաքրքիր փաստ 2023 թվականի համեմատ Հայաստանի եւ Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 737 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք գումար։ Սա 6.5% աճ է։ Սա ամենևին սահմանը չէ, շեմը չէ, նպատակ է դրված եւ ղեկավարների կողմից համապատասխան գերատեսչությունների առջեւ խնդիր է դրված շարունակել էականորեն ավելացնել այս թիվը, ասաց նա։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մարտին ընդունել է Էստոնիայի ԱԳՆ պետքարտուղար Մարին Ռատնիկին եւ Արևելյան գործընկերության հատուկ բանագնաց Գերտ Անսոնին։ Քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությանը, արտահանման խթանմանը, առևտրի դիվերսիֆիկացմանը, որակի ենթակառուցվածքների զարգացմանը եւ արդիականացմանն առնչվող հարցեր։ Կարևորվել է Հայաստանի Հանրապետություն ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայն իրականացման գործընթացը եւ ԵՄ արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է նաեւ խաղաղության խաչմերուկ նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ տնտեսական ավելի լայն համագործակցության կարևոր բաղկացուցիչ։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության բոլոր բաժիններում փակցվել են եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ ուղեցույցներ QR կոդերով։ Սկանավորելով QR կոդը քաղաքացիները կարող են ծանոթանալ սոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգին եւ քայլերի հաջորդականությանը։